Մինչ Հայաստանի իշխանությունները մեզ բացատրում են, թե որքան կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսելը, համաձայն եմ, կարևոր է, եւ Ռուսաստան այցերը եւս կարևոր են եւ ունեն իմաստ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում այդպես չեն մտածում, Ռուսաստանում անում են ամեն ինչ, որպեսզի այսպիսի դիրքավորումը Հայաստանի վրա նստի առավելագույնս թանկ, ազդեցություն ունենա այսպես առավելագույն տոքսիկ եւ Ռուսաստան այցելածներն էլ առավելագույնս դիսկոմֆորտի մեջ զգան իրենց։ Մենք տեսանք, որ մի երկրում, ովքեր նույնիսկ այսպես անհատական պիկետներ են անցկացնում, նրանք բանտարկվում են, այն էլ քաղաքի կենտրոնում, մինչդեռ Հայաստանի դեսպանության դիմաց խնդրեմ։ Եվ այդ ցուցարարները ճակերտավոր թույլատրված ցուցարարներն էլ տեսնում ենք, որ ցավոք սրտի հայեր են եւ այնտեղ վանկարկում էին ռուսերեն սեփական պետության դեմ եւ ինչ էին ուզում նրանք այս շատ հստակ քրեական հոդվածներով մեղադրվող այսպես կոչված սրբազաններին ազատություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Նախ հարց է առաջանում Ռուսաստանն ինչու է մռմռում նրանց համար։ Միգուցե թանկագենտներ են։ Սա հարց է, որը ամենևին էլ ռետորական չէ։ Սովորաբար Ռուսաստանը շատ մեծ հետաքրքրություն չի ունենում այն հարցերում, որում անմիջական շահագրգռվածություն չունի։ Որն է այդ շահագրգռվածությունը։ Թողնում եմ ձեր դատողությանը։ Բայց այստեղ կարևորը այդ վայրում յուրաքանչյուր կանգնած հայի ուղղակի մտքի եկածն է, հա, այդ որոշման հիմքը։ Ի վերջո, այդ երկիրը, որտեղ դուք գտնվում եք, մեր երկրում շատ ծանր տարիների բերումով, իսկ այդ ծանր տարիներն էլ գալիս էին հանցագործ իշխանությունների եւ կոնֆլիկտի պատճառով, ընդ որում երկուսի հեղինակն էլ այդ նույն Ռուսաստանն էր։ Երկիր, որը ես չէ, այդ երկրի շատ լավ գրականության դասական Լերմոնտովներ կոչվում անլվա։ Հիմա դուք այդ անլվա երկրի անլվա մասն եք, թե այնուամենայնիվ ձեր ազգային զգացումները ձեզ չեն դավաճանել մինչև վերջ։ Այ գնացեք դրա մասին մտածեք։